Так, наша, ага. Да. Так, эссенс. Так. Սկսենք արգելի հնգերներ, արգելի դպրոցականներ, հարգելիներ, հա? Թե բանման կասելու, որից հետո նոր մտնենք, ոնց որ ասած, մեր խնդրու առարկաների գիրկը, որ տարբերակն ավելի ցանկալի, հա? Եթե նեղություն չի, դրա մասին խոսենք, նոր անցնենք մեր խնդրու առարկաներին. Как думаете, дорогие товарищи, а? Так. Ասենց մի րոպե. Ու սկսենք, հա? Так, ասենց добавить. Անասականյան. Լավ, այսքան ժամանակ հարց, եդակրություն, այսինքն ծրագիր, գաղափարախոսություն չի առաջանում ձեզ մեր, որ ինչ-որ մտածեք ինչ անեք, ոնց անեք, ինչի համար անեք, հա? Ինչ կարծիքի եք, էլի, ես ուզում եմ մի հատ հասկանամ ձեզ, էլի, ու դրա շրջանակներում նաև մենք էլ մեր տարբերակները մատուցենք ձեզ, որի շրջանակներում նաև իրականացնենք բոլորիս ցանկալի տարբերակներով մեր ազգային ծրագրերը կամ մարդկային, թեկուզ, որն ավելի հոգեհարազատ ձեզ համար, հա? Так, если эссенс, эссенс. Так. Չկա հարց ու պատասխան, հա, հնգերնուր ջան, մեկ գիտեք ինչ, իրոք մտածում եմ, էլի, արժի լավ, սենց այդքան խոսել, բացատրել, բացատրականը տալ, և արդյունքում տեսնում ենք ոչ մի շարժ չկա, ոչ մի գիտակից մարդ իրան մեջտեղ չի բերում, ոչ մի գիտակից մարդ չի ցանկանում, որ այդ իրավիճակը կարգավորվի,
Դուք ինչ մտքի եք էլի, որպես մարդ, որպես մտածելակերպ ունեցող որոշակի հատված, հա? Как думаете, дорогие товарищи? Իրոք էլի ցանկալի էր, որ շփվեինք, այսինքն նաև հասկանալի է, որ այս պոռնոները ամեն կերպ աշխատում են արգելափակեն, որ չկարողանանք հաղորդակցվել, բայց ի վերջո ովքեր այդ հնարավորությունը ունենում են, թեկուզ մեսենջերով, թեկուզ WhatsApp-ով հաղորդաշարի ընթացքում ինչ-որ մեկս մյուսին ինչ-որ հարցերի միջոցով կարողանանք որոշակի բաներ լուսաբանել։ Նաև ձեզ համար, տեսեք, կողքից որևիցե մեկը չկա էլի, որ նաև մտահոգվի այն խնդիրների շուրջ, որ հա լավ, այս մարդը բարձրացնում է հարցեր, գաղափարներ, որը նաև մեզ գիտակից հատվածին արիական ծագումնաբանություն ունեցող անձնավորություններին, մարդկային գիտակցություն ունեցող մարդկանց մասին է, որ մտնեն, ասեն, խոսեն, տեսնենք ինչ կա, ինչ չկա, ոնց անենք, ոնց չանենք, որ այս խնդրու առարկաները, բարև Դավիթ ջան, բարև, որ այդ խնդրու առարկաներին լուծում տանք, ի վերջո այս իրավիճակից դուրս գան։ Այն պոռնիկները մտնում են այս ազգային ախոր, ամեն մեկը մի կապիկություն անում, դուք սենց էիք ասում, նա սենց էր ասում, նա սենց էր ասում, դուք սենց էիք։ Ամբողջ այդ բեմահարթակը լեցունա նշված կապիկություններով, բայց ես ուրիշ բան եմ ուզում հասկանամ, այդ կապիկություններին դուք սովոր մարդ եք, ուրեմն դուք էլ եք կապիկ, չէ։ Տեսեք, պարզ թվաբանական վերլուծություններ են։ Եթե նշված պոռնիկները ձեզ համար հոգեհարազատ են, կոչվում են իշխանություն եւ դուք այդ իշխանություն կոչվածին ընդունում, ճանաչում եք որպես իշխանություն այս պոռնիկներին, ուրեմն դուք էլ եք պոռնիկ։ Ուրիշ տարբերակ չկա, ուրիշ վերլուծություն չի կարող լինել։ Կամ դուք պետք է լինեք անմեղ սունակ, կամ պիտի լինեք պոռնիկներ, կամ ավելի պոռնիկ, կամ մի քիչ ավելի քիչ պոռնիկ, բայց ըստ էության պոռնիկ։ Ես մեմ հասկանամ, դրա հատվածը ո՞րն է, ձեր հատվածը, էլի, որ նաև կարողանանք ձեր կարգավիճակի համապատասխան վերաբերմունք ցույց տալ։ Շատերը կան ասում են լավ տղա, ջոգող, հասկացող, в общем, հարցերը լուծող, հա, այսքան փող ունի։ Շատերի մոտ այն տպավորությունն է, որ մեկը եթե ինչ-որ ձեզնից թալանած գումար ունի, պետությունից թալանած, երկրից թալանած գումար ունի, ձեր երեխեքի, ձեր սրբությունների հաշվին հարստացել է, դուք կարծում եք, որ դա իրանից բան է ներկայացնում, որ դուք մտածում եք, որ այդ պոռնիկները ինչ-որ կարելի է պոռնիկին որպես մարդ գնահատել ու այդ պոռնիկին գնահատանք տալով որպես մարդ, հա, կամ իշխանություն, դրա հիման վրա ապրել անդարդ անցավ առանց որևիցե պրոբլեմի։ Ես ում հասկանամ, էլի, ձեր այդ գիտակցությունը ինչքանի վրա է տարածվում, էլի։ Բարիգուն Անդոյան, բարիգուն։ Հա, հիմա ոնց եք կարծում, էլի, ինչ շրջանակի մեջ եք կարծում, որ այդ մեր խոսակցությունը, մեր քննարկումները սկսենք եւ կարողանանք արդյունք քաղել։ Դուք ձեզ համար հասկանում եք, ես իմ ոնց որ ասած գիտակցականի շրջանակը ձեզ համար բազմիցս ներկայացրել եմ, հասցրել եմ այն աստիճանի, որ այդ ինչ ներկայացնում, ինչ խոսում, ասում եմ, փաստերով, դա իրականություն է, եւ դուք ինքներդ ականատես եք լինում այս ամենին։ Կան հարցեր, ես հարցերի շրջանակից դուրս նաեւ ուզում եմ ձեզ հետ այլ հարցերի շուրջ էլ բովանդակալից զրուցել։ Եթե դեմ չեք էլ իհարկե։ Ու գիտեք ինչից եմ ուզում սկսեմ։
տեսեք, դուք այսօրվա իշխանություն կոչվածին ընդունում եք որպես իշխանություն, ճիշտ է։ Եվ այդ իշխանությունը ձեզ համար կարգավիճակ է։ Հիմա տեսեք, բայց կան մարդիկ, որ դիտարկում են այդ ամենը կողքից եւ բնականաբար այն ռուսական մի հատ ասացված կա, չէ, ասում է «Скажи, кто твой друг, я скажу, кто ты»։ Ասում է, ասեք քո ընկերը ով է եւ ես կասեմ դու ով ես։ Այսինքն եթե քո ընկերը պոռնիկ է, ուրեմն դու ես պոռնիկ։ Եթե քո ընկերը հոմոսեքսուալիստ է, ուրեմն դու ես հոմոսեքսուալիստ։ Եթե քո ընկերը գյոտ է, ասենց պարզ ասեմ, էլի, ուրեմն դուք եք գյոտ։ Ավելի վատթարագույն կարգավիճակը կայանում է նրանում, որ եթե դուք ընտրել եք գյոթին որպես իշխանություն, կամ ովքեր նշանակել են այս գյոթին որպես իշխանություն, բնականաբար իրանք էլ են ուրեմն գյոտ, եւ դուք եք փաստացի գյոտ, ովքեր ընտրել եք այս գյոթին, որովհետեւ տեսեք, տարիները, արդեն որ երրորդ տարին է, առաջի օրվանից բերեցի այս փաստերով ձեզ ներկայացրեցի, որ այս պոռնիկը որչափետ չի, որ այս պոռնիկները ղեկավարներ չեն, սկսած Քորից, Վզգոյով, Թեմիրճանով, Ռաուֆով, Խերժոյով, Փաշողլիով եւ իրենց համակարգերով։ Բայց ձեզ բոլորից ես մատուցում եմ, որ Խերժոնն է, Փաշողլին է, բայց համակարգը որից է դերակատարում չունի։ Բայց գլխավոր դերակատարումը վերաբերվում է ումը ազգային ախորին, որ այս պոռնոների հետ համատեղ ընդունում են գոյություն չունեցող պետության օրենքներ եւ ձեզ պարտադրում այդ օրենքներին ծառայել, որպես ծառաներ, որպես ճորտեր, որպես տրուկներ, հասկանում եք։ Եվ որևիցե մեկ այդ հարցի շուրջ, որևիցե օբյեկտիվ քննարկում չի անում, որևիցե մեկ այդ հարցերի շուրջ որևիցե հիմնավորում ամրագրված փաստագրական տվյալների վրա, փաստերի վրա, էլի, չի խոսում, չի տրամաբանում։ Էսի սենց ասում են ինենց ասում, էսի սենց ասեց են ինենց ասեց։ Հիմա անդրադառնանք, բայց գլխավոր թեմային, որն է դա։ Գլխավոր թեման կայանում է նրանում, որ տեսեք, անդրադարձ կատարեմ ու այս թեման բացեմ, որ եթե ձեր ընկերը գյոտ է, ուրեմն դուք եք գյոտ։ Եթե ձեր իշխանությունը գյոտ է, ուրեմն դուք եք այդ իշխանության գյոթերի հատվածը։ Ոնց ուզում եք գցեք բռնեք, մեջը մտնում է գողը կլինի, ընդ խարոշի կլինի, ինչ կլինի, որովհետև եթե դուք այս գյոթերի ծառան եք, որ այս գյոթերին դուք ընդունում եք որպես իշխանություն, այս գյոթերի հետ համագործակցության մեջ է, այս գյոթերի վերաբերյալ որևիցե պայքար չեք մղում, ձևականի մասին չի խոսքը, իրական պայքար, ապա նույն գյոթերը դուք եք։ Հիմա, սկսենք Անդրանիկը գրում է, տեսեք հնարավորություն եկավ խոսելու, Անդրանիկի գրածը կարդալու, ձեզ մատուցեմ ու անցնենք առայ։ Անդրանիկը գրում է, սրանք իշխանություն չեն, ժողովուրդն էլ հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքի լափակեր է, Սերժի նշանակածն է։ Հա։ Ինչ Նաստայախշի, ցարի, в общем, պալատի ծաղրացուն է, միակ
տար երակը, հա, փողոց դուրս գալն է։ Հա, ճիշտ եղանակը մենակ դա է։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, պարոն նախագահ, տղաները ուզում են գրեն, չեն կարողանում։ Դավիթ ջան, չեմ էլ կասկածում։ Հիմա Messenger-ով ուղարկեք ինձ, կամ WhatsApp-ով, էլի քո այդ հեռախոսի կամ ընկերոջ Messenger-ով ուղարկեք, գոնե տենց կկարդամ, ձեզ հետ կհաղորդակցվեմ։ Այսինքն կպատասխանեմ ձեր հարցերի։ Եթե դժվար չի, ես չեմ կասկածում։ Հնարավորինս այս պահով օգտագործենք են, իրականացնենք են, որը մի րոպե էսա տեսնենք один момент, հա, որտեղ է, так, մյուս ընկերս գրել է, էջս բլոկել են մինչև մայիսի 8-ը ոչ մի բան չեմ կարողանում անել։ Հիմա, եթե նեղություն չի, տեսեք, երկու էջիս վրա էլ կարող եմ ընդունել ձեր հաղորդագրությունները, որի շրջանակներում նաև հարց ու պատասխանի միջոցով կարող ենք հաղորդակցվել իրար հետ։ Հիմա մի րոպե հարգելիներս, один момент։ Հիմա տեսնենք այս էջով ինչ են ուղարկել, այս էջով բան չկա։ Դե լավ, եթե Դավիթ ջան, եթե ինչ-որ իրոք ցանկություն կա կամ միտք կա, գաղափար կա, որի շրջանակը կարելի է բացել եւ դրա շրջանակների մեջ ինչ-որ հաղորդակցվենք, մտքերով, հա, գաղափարներով, ուղարկեք через Messenger, խնդիր չեմ տեսնում, կամ через WhatsApp։ Հիմա սկսենք այս գլխավոր պոռնիկներից, էլի։ Հիմա մատուցում եմ ձեզ։ Դեկտեմբերի 15-ին Ալեքսի Մի րոպե։ Դեկտեմբերի 15-ին Ալեքս Սիմոնյանը 15 թվականին պատվիրում է նոր առնանդամների չափականակ իր համար։ Չգիտեմ ինչ անում вообще ինքը դա։ Անկեղծ չգիտեմ։ Ես միտեղ մտցնում եմ։ Չգիտեմ։ Մենք մտածում ենք ինքը չունի, չգիտեմ, չեմ, մի խոսքով այլ չքննարկեք։ Այդ Երևանցի տղա իրանը ինքն հրճակ, հա, ինքն հրճակ Երևանցի տղու ֆետիշն է, իր գործն է։ Այդ Երևանցի տղեկ սկս բաները վստահ չեմ։ Ինքան կարողանում մեջ ամեն իրան արկով Երևանցի տղա պետք է մի քանի առ։ Մի քանի առ։ Չգիտեմ, գուցե։ Միգուցե։ Ուրեմն գալիս է ստեղից ստուդիո 51 Մի հատ ընդհատեմ, մի բան ասենք, մի րոպե, հա։ Ահա, տեսեք, ասում է Երևանցի տղա, էլի, էս տուֆտա։ Արա, Երևանում ապրում են արդեն վաղուց, էլի, գյոթեր, բոզեր, թուրքեր, ջհուդներ, մոլոկաններ, ոչմ տարբեր ցեղատեսակների երևույթներ, տարբեր պատկանելիության երևույթներ, էլի։ Հիմա Երևանցի հասկացողությունս ո՞րն է, կամ այդ Երևանցի կոչվածը ինչով է հաստատվում, կամ այդ Երևանցի գիտակցությունը եկել է մի տարի ապրում է Երևանցի է, կամ 10 տարի ապրում է Երևանցի է դեռ, օրինակ եմ ասում, էլի։ Հետո, որ թուրքը եկել է ստեղ ապրում, գիտեք բնականաբար, ըստ ՄԱԿ-ի տվյալների, գտե 2017 թվականին ստեղ 100,000 ադրբեջանցի էր բնակվում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, ուստի և հիմա եթե Երևանում է ապրում, թուրքը ենթադրենք, ինքը Երևանցի է, կամ գյոթը ապրում է Երևանում, ինքը Երևանցի է, հարց եմ տալի։ Նախ մեր ազգի գեն կրողը, գիտակից մարդը, այլասերվածությամբ չի զբաղվի։ Նորմալ մարդը, նորմալ գիտակից ազգային գենը, արմենական գեն կրող անձը, չի կարող գյոթություն անել, պիդրություն անել, բոզություն անել, հասկանում եք։ Նա չի կարող դավաճան լինել, չի կարող։
Հիմա այդ պորնիկները, այդ տրանսգենդերները, տրանսգյոթերը, եթե այս տվարյուգաները իրանցով են համեմատում, իրան չափանիշներով են չափում։ Մի խոսքով, հիմա Ադին մամենտ էլի, մի հատ տեսնենք մեր մյուս ընկերը ինչ ուղարկեց մեզ, հա, ու անցնենք առաջ, հարգելիներս, մի րոպե, так, մի րոպե, հա, ասիստենցա, այնենցա, չեղավ, մի րոպե, հա, հարգելիներս, լավ, անցնենք մեր խնդրու առարկաներին, հիմա, շարունակենք, դուք հասկացաք, в общем, այս պորնիկը, այս Ալեն Սիմոնյանը կոչվածը, ազգային ախորի, ձեր գիտակցությամբ նախագահ կոչվածը, առնանդամ է, որ ինքը իրան բավարար է սպիդերը, հասկանում եք, հիմա հարցը առաջանում, որ նորմալ մարդը, հիմա մարդ չի մանում, ինչ կարգով էլ է ձեզ հետ հաղորդակցվենք անկեղծ պարզ ներկայացումով, թե ձևական ֆորմատի մեջ, որն է ձեզ ավելի հոգեհարազատ, էդ էլ ասեք, որ այսօր ձեր ձևաչափով էլի հաղորդակցվենք, եթե նեղություն չի, բարի օր հողո ջան, բարի գուն, բանա, եթե նեղություն չի, ապա դուք ինձ ասեք, որ ես էլ իմանամ, ինչքանով անկեղծ լինեմ, ինչքանով անմիջական լինեմ, թե մտնենք ձևական ֆորմատի մեջ, անվանափոխելով գեղարվեստական ոչ տալով, խոսենք ձեզ հետ, որն է ձեզ համար ավելի հոգեհարազատ, եթե նեղություն չի երկու բառով գրեք, ընթացիկ պրոցեսի մեջ մենք դա կամ կմեկուսացնենք կամ կմատուցենք, եթե դժվար չի, ապա խնդրեմ, հիմա անցնենք մեր խնդրու առարկաներին, հիմա այս Ալեն կոչված այս պորնոն առնում է գանդոններ, որ կողի իրա ոռը, հիմա շարունակենք, Աբովյան փողոց 62, մի րոպե, հա, Սեպտեմբերի 15-ին Ալեն Սիմոնյանը 19 թվականին պատվիրում է նոր առնանդամների չափաքանակ իր համար, չգիտեմ ինչ անում вообще ինքը դա, անկեղծ չգիտեմ, Ես միտեղ մցնում եմ։ չգիտեմ, մենք մտածում ենք ինքը չունի, չգիտեմ, չեմ, մի խոսքով արի չքննարկեք, այդ երևանցի տղա իրան, ինքն է հրճակ, ինքն է հրճակ երևանցի տղու ֆետիշն է, իր գործն է, այդ երևանցի տղեկ ասես բաները վստահ չեն։ Իրան կարման մեջ ամեն իրան արկով երևանցի տղա պետք է մի քանի առ։ Մի քանի առ։ Չգիտեմ, գուցե։ Միգուցե։ Ուրեմն գալիս է ստեղից ստուդիո 51 պատվիրում է ինքն, հասկանում կակազել է ստուդիո։ Իր անունով, անգամ ասեմ ավելին, Աբովյան փողոց 62, 6 բնակարան։ Ես իմանալով դա իր ընտունն է, որտեղից իր մաման թքում էր մարդկանց վրա։ Այդ նույն տան մասին է խոսքը։ Ալեն Սիմոնյան, Ալեն Սիմոնյան, Երևան 0025 Արմենիա։ Մենք դնենք սա պարտադիր էս բանը։ Ուրեմն ինչա տեղի ունենում։ Սա ինքը պատվիրում է 2019 թվականին, 2019 թվականին իր այս պատվիրածը հասնում է, տեղ 19 դեկտեմբերին պատվիրում է, դեկտեմբեր 15-ին, 20 թվականի հունվարին է հասնում սա իրան, բայց ստեղ հետաքրքիր բան կա, նյուանս կա, մինչև 2020 թվականի բանը որ հասնի, որ 2020 թվականի ինչ-որ բան է փոխվում հարկային բանի մեջ, և երբ որ $200 ավել է լինում, թեկուզ $1, ինքը մտնում է ռաստամոշքի տակ, ու պիտի գնա վերցնի այդ վերցնողը։ Ալենը պատվիրում է այս սեռական խաղալիքները, ասեմ, անկեղծ ես չեմ կարող պատկերացնեմ, ռուսերեն տարբերակը կարդամ, անալնի պլակ, ի լասո, նա պենիս դլյա
էլեկտրոստիմուլյացիա։ Okay. Ես չգիտեմ, սա Էլեկտրոստիմուլյացիա։ ես չգիտեմ սա ինչի նա իր պետք է։ Էլեկտրոստիմուլյացիա, չգիտեմ, կարող է հոսանքի խնդիր կա, ես չգիտեմ, էլեկտրո Օ, չգիտեմ, ես sense Երևանցի տղա, իրոք Երևանցի տղա չեմ պատկերացնում, էլի, բայց դե, մի խոսքով ես Մեր կյանքները ոնց է փոխվել է, այն ժամանակ մենք փոշեկուլ չէին կարողանում առնել, էլեկտրոստիմուլյացիա։ էլեկտրոստիմուլյացիա։ Զարգացան էլի։ Ուրեմն ու $210 ըլնում սա։ Քեզ սա ասես ցույց տամ Վազգեն ջան, ինչ-որ գնում ես կարգո ժողովուրդը բացում են, տենում են sense բանը ու որոշում են որ բացեն, տենան այդ ինչա։ Բացում են, սկսում են հետը նկարվել, որտեղ sense բան, սա չլսված բան է։ Գնում է վերցնելու իր վարորդը, Ալենի վարորդը է, սեքս խաղալիքները, վերցնում է ասում է դուք գիտեք էսի ումն արա, էս ինչ է կանում, արա 2 կիլո Վազգեն հասկանում ես այդ էլեկտրոմա այդ ինչ է դրա անունը Էլեկտրոստիմուլյացիա։ դա 2 կիլո է եղել պատկերացնես ինչա բացել 2 կիլոնոց բանը կողես ոռդ տես բան ոնց ալնում ես չգիտեմ այդ որն է բայց այնուամենայնիվ մարդիկ ունեն իրաց ֆետիշները Արի գիտես ինչ։ ուրեմն արվերցնում են այս մարդիկ բացում են հետը սկսում են նկարվել այդ չտեսած բանի հետ հասկանում ես վերջը եկա լուրջ գործիք է պաստորեն մարդիկ առաջ անգամ են տեսել գնում է վարորդ ասում արա դուք գիտեք էս ումնա դուք գիտեք էս ում ճուճնա Էս ինչ է կանում, էս ինչ, вообще դուք ով եք, բան, ծանգում այս տղերքին, ասում են, ներսիսյան Շուշանը, հա, Շուշան ներսիսյան, չեմ հիշում դրա աստորը, Նակոկա Շուշան հայտնի, ու ասում եմ մի խոսքով, այն տեղը, որտեղը դա պետք է մտնի, ձեր այդ տեղը կճղեմ, եթե դա դուրս է եկել, ձեզանից որևէ պարագայում։ Այստեղ տղերքը վախից նկարում են, պահում են, իմ իմանալով, այդ մարդկանց էլ այնուամենայնիվ գործից հանել են, բայց սա դառնում է երկրորդ դեպքը, երբ Այս մարդը sense ֆետիշային բաներ է պատվիրում, այս անգամ տոկով։ Իրեք եկա սկսում եմ հասկանալ, թե ինչի երբ մարդիկ ասում են, այս ձեր սաղ արած քաքերը մտնելու է ձեր հետևը, սրանք այդքան չեն վախենում, որովհետև իրանց մոտ նույնիսկ իշխանության օրոք ինչ որ լիքը բաներ մտնում է իրանց հետևը։ Մեծ տոկով։ Մեծ 2 կիլո որ մտնում է, ուրեմն դու պատկերացրու դրան ինչով պետք է վախացնենք, ինչ որ ավելի գլոբալ բաներ պետք է պատկերացնենք, որ ինքը արդեն սկսի վախենալ։ Այս է հարցը։ Հիմա արի հասկանանք, կարա լինի sense Երևանցի տղա։ Անկեղծ։ Հիմա արեք սենց իրար հետ այս հարցի ոնց որ ասած տեսեք վերագրում են հումորի այս չեմ անում ճիշտ ասած անունները սրանք վերագրում են այդ ամենը հումորի բայց սա հումոր չի հիշում եք նաև որ այն Աննա Հակոբյան կոչվածը նույն այս գանդոններից առել էր ու ինքնաթիռով որ ինչ-որ տեղ էր թռնում իր այդ չամադանի մեջ հայտնաբերել են այդ գանդոնը հիմա տեսեք եթե ինքը մարդ ունենար Փաշողլու կարգավիճակով Սա արդեն պիտի հիմքը լներ, որ ես թեկուզ, եթե մարդ ու կին էլ լինեին, հա, սրանք, որ սրանց մեջ ինչ-որ պրոբլեմներ արդեն առաջանար։ Հիմա եթե ալեն կոչված այդ պորնիկը, եթե ինքը կին ունի կամ ինչ-որ բան, ապա այդ կին կոչվածի համար պտի նաև խնդիր լներ, էլի, ասեր այ պորնիկ, ես ինչ ես անում, ես վերցնում ես ոռդ կողես, ինչի համար, էլի, հիմա ստեղ լիքը խնդիրներ առաջանում, հետո, հիմա տեսեք, Փաշողլին, որ գյոթա, հիշում եք, որ Ֆրանսիա էր գնացե, գյոթեր եկել էին իրա մոտ գիշերվա կեսին, ու ոբշեմ էլի սեքսով են զբաղվում, հալասերված սեքսով, էլի, Մակարոնի հետ պաշպրոշտ են ելնում, մակարոնի կնիկ կոչվածը տրանսգենդերը, իրականում կին արմատ չի։ Հիմա խերժոյի պահով, ռաուֆի պահով, քորի պահով, հիմա անդրադարձ կատարեմ շարունակաբար ներկայացնելով այն իրականությունը, որը այսօր դուք այդ ամենին ականատես եք լինում։ Հիմա տեսեք, եթե սրանք պորնիկ չլնեին, սկսեց քորից, վզգոյով, դեմիրճանով, հա եւ այլն, ապա սրանք
Խերժոյին Ռաուֆին չէին բերի։ Խերժոն, հա, Փաշողլուն էլ չէին աճեցնի, որ օրերից մի օր բերեին նշանակեին որպես որչապետ։ 7 տարի սրոկ էր տված մարտի 1-ի կապակցությամբ Փաշողլուն, բայց տարուկես նստումա ազատում են, բերում են նշանակում են ազգային ախորի դեպուտանկա։ Եթե այդ դատարագիր չէր, ապա ոնց են նշանակում իրան դեպուտանկա, ոնց են 7 տարի սրոկը տարուկես նստում, մաքրում, բերում նստացնում ազգային ախորում ու բեմահարթակ տալիս, որ այս պոռնիկի ծնունդը դուրս գա սկսի քննադատել Խերժոյին, Սաշիկին, Խերժոյի աղբորը, իրանց թիմակիցներին եւ այլն։ Հիմա հարցը առաջանում։ Եթե Խերժոն, եթե չէ, իրականում Խերժոն հանդիսանում էր ազգային անվտանգության ներքին գործերի նախարար, ճիշտ է։ 27-ին չեմ անդրադառնում այս պահով։ Եվ այդ ամենի մասին ինքը ինֆորմացված լինելով, ամենայն դեպս գոնե իր համակարգ կոչվածը, պիտի քաջատեղյակ լիներ, որ այս պոռնիկը գյոթա, քամակից շինվող պիդերա, որը հիմնավորվում է նաև, տեսեք, բազմիցս օրենքներով, թե Խերժոյի ժամանակ ընդունված, թե Ռաուֆի ժամանակ Ստամբուլյան կոնվենցիաները, այսօր 2019 թվականի Լանզարոտի կոնվենցիաները, որին մասնակից էին նաև թե Խերժոյի, թե Ռաուֆի թիմակիցները, որոնք նույն իշխանության համակարգում նստած են, իշխանություն գործակալական ցանցի շրջանակի մեջ ամրագրված են որպես իշխանություն, սակայն ներկայանում են որպես հնդիմություն։ Բնականաբար ձևական ֆորմատի մեջ, որովհետև եթե պոռնիկ դու նույն անձեռնմխելիությունը դու ունես, նույն այդ օրենքները հակաօրինական, հակապետական, հակաազգային ընդունում եք եւ դուրս չեք գալիս դրա դեմ պայքարի, ուրեմն դուք պոռնիկների եք, ճիշտ է։ Հետո եթե դուք նման օրենքները կոնվենցիաները ընդունում եք այլասերման մասին, մանկապղծության մասին եւ այլն, եւ քաջատեղյակ լինելով սրա կենսագրության մասին, այս պոռնիկի ծնունդի, որ սրա մերը թուրք է, սրա իրական կենսաբանական հերը Էլչիբեյնա, եւ դրան դուք աճեցնում եք որպես ինչ։ Ինչի համար եք աճեցնում։ Որպես ինչ եք աճեցնում, հա? Եթե դուք նույն Թուրքի շինված բազմակի օգտագործված գանդոնները չեք, եթե նույն Թուրքի սերված պոռնիկի ծնունդները չեք, այդ դեպքում հարց է առաջանում։ Դուք ես պոռնիկի ծնունդին ինչի եք աճացնում։ Հետո, եթե դուք այդքան պոռնիկի ծնունդները չեք, ապա Շարմազանովը հիշում եք, չէ՞, պոռնիկի ծնունդը, որ դուրս էր եկել, ասում էր լրատվական համակարգին, էլի, ներկայացուցիչներին, որ մենք հորդորում ենք կուսակցություններին, որ որպես որչապետ նշանակեն, ընտրեն Փաշողլու։ Հիմա եթե նույն պոռնիկի ծնունդները դուք չեք, եւ նույն ոռից շինվող գյոթերը դուք չեք, նույն մանկապիղծ գանդոնները դուք չեք, հարցը առաջանում, ոնց կարող է պատահի այդ պոռնիկի ծնունդին նշանակիկ, հորդորեիք կուսակցություն կոչվածներին, որ այս պոռնիկը դառնար որչապետ։ Հա? Իդեպ, հիշում եք, չէ, նաև այս վերջերս այն բանանի Միրան Պողոսյանը դրա մասին ինքն էլ հստակեցրեց, ներկայացրեց լրատվական համակարգի անմիջական մասնակցությամբ, որ այո, Խերժոն ինքն է հորդորել, այս այդ էլ գտնեմ կնայեք, ինքն է հորդորել
ցուցում տվել, որ փաշողլուն նշանակ է։ Փաշողլուն եւս նշանակ է։ Հիմա ներողություն։ Մենք այս հատվածն էլ դնեմ ու անցնենք մեր խնդրո առարկաներին, հա։ Один момент, дорогие наши соотечественники. Миропе. Так, если эссенца, если эссенца. Մյատ էսա բացեմ ես նյութը։ Один момент, дорогие наши соотечественники. Идем дальше. Да. Так. Миропе. Признали. Աշխատում են պարզապես թույլ չեն տալ, էլի որ մի անգամից բացեմ ես այդ նյութը։ Ես ասում եմ, եթե ես չեմ բանավիճի, եթե ես у нас в Советском Привет. О турецких генералах Видео из Польши. Турքի դեպքում այո, ասել եմ չեմ վիրավորվում։ Քո դատավճիռը դու չես։ Էսա մի րոպե ես քթա։ Турքի դեպքում այո, ասել եմ չեմ վիրավորվում։ Քո դեպքում այո, ասել եմ չեմ վիրավորվում։ Քո Մի դատավճիռը րոպե։ դու չես մեզ թելադրելու։ Турքի դեպքում այո, ասել եմ չեմ վիրավորվում։ Ես Դատավճիռը դեպքում այո, ասել եմ չեմ վիրավորվում։ Քո ասել եմ չեմ վիրավորվում։ Քո դատավճիռը դու ասել եմ չեմ վիրավորվում։ Քո Այս այդ Թուրքի անվան անունն է տալիս, ասում է Թուրքի դեպքում ինքը չի վիրավորվում։ Բայց տեսեք, ինչի Թուրքի դեպքում ինքը չի վիրավորվում։ Եթե դու լինես արմենական ծագում ունեցող անձնավորություն, հա, քեզ մեկը ասի թուրք, ոչ միայն չես վիրավորվի։ Երևի մի բան վերցնես խփես գլխին, հա։ Բայց դե այս պորնիկը մի րոպե, այս պորնիկը ասում է չեմ վիրավորվում։ Հասկանում եք։ Ինքը ասում է ես չեմ վիրավորվում։ Ինչի՞ չի վիրավորվում։ Հիմա տեսեք, մեզ լսում են ԱԱՑ կոչված պորնոները, դադաղազություն կոչված պորնոները, հատուկ քնչական կոչված, հակակոռուպցիոն կոչված պորնոները, հասկանում եք, կուսակցական պորնոները, Խերժոն, Ռաուֆը, Քորը, չկասկածեք, դաշտանները, դոդիկները, լֆիկները եւ այլն։ Բոլորը լսում են մեզ։ Մի մտածեք, մի կարծեք, որ այս պորնիկները, որ վերահսկում են, թե մեսենջերը, թե թվականակը եւ թե բոլոր գործողությունները, որ չհրապարակվի։ Հիմա մի րոպե, ես ուզում եմ նաեւ դուք համոզվեք իր իսկ արտահայտած բառերով, այս պիդերի։ Ոչ միայն այս պիդերի։ Ես դες նաև հիմնավոր ապացուցել փաստերով ներկայացրել եմ, որ նույն պիդերները, պորնոները հանդիսանում է Խերժոնել, Ռաուֆնել, իրանց թիմակիցներն էլ, համակարգ կոչվածներն էլ։ Բայց հիմա հերթականության, հա։ Մի րոպե։ Турքի դեպքում այո, ասել եմ չեմ վիրավորվում։ Քո Տեսակ փախավ, մի րոպե կդրեցին, один момент էլի։
Կամպուս, տան, հրաց Մի րոպե։ Ишмек, давайте заглянем во все. պատերով կտան եւ Союз был закончен. Руководивших войн. միացած ու դատավճիռը դու չես մեզ թելա Ասա քթանք։ Էլ չենք թողնի որ փախնի։ գրելու Մի րոպե։ պատասխանիր դու քեզ մեղա փուլքի դեպքում այո откуда вы берете ասել եմ չեմ վիրա Հիմա լսեք։ փուլքի դեպքում այո ասել եմ չեմ վիրավորվում քո դատավճիռը դու չես մեզ թելադրելու պատասխանիր դու քեզ մեղավոր ճանաչում ես ան ասել եմ դավաճան որ ես էլ չեմ վախում որ ինձ կասեն դավաճան դատարանը Հիմա տեսեք, Часть датапорталь. դուք լսեցիք, որ այս պորնիկը ոչ թուրքից է վախենում։ Ոչ էլ վախենում է, որ իրեն ասեն դավաճան։ Այսինքն, տեսեք ինչ է ստացվում։ Որ այդ համակարգ կոչվածների վրա, ասես բարի իմաստով եմ ասում, որ հասկանալի լինի, էլի։ Լցնում է դադաղազության բերաններ, այսինքն ստեղ նրանք էլ են ուրեմն թուրք էլի, նրանք էլ են դավաճան, չէ, որ այս դավաճանության երևույթին լսում են, նրա արտահայտած իրականացրած գործողությունները, որոնք նաև մասնակից են այս պոռնիկները, անմիջական հանցակից մասնակից են այդ բոլոր հանցագործություններին իրականացրած մեր ազգի, մեր երկրի դեմ, այդ իսկ պատճառով դրանք որևիցե արտահայտություն, որևիցե գործողություն իրենց իսկ գրած օրենքներով չեն կատարում։ Ինչի համար։ Հա? Հարց եմ տալիս, ինչի համար։ Տեսեք, այս պոռնիկի ծնունդը ասում է ոչ թուրքից է խուսափում, ոչ էլ դավաճան բառից։ Հիմա մենք սկսենք վերլուծել, ինչի պիտի նա չվախենա այդ արտահայտությունների, այդ բառերից, իրա կատարած, հիմա տեսեք, հիմա թուրք եթե նրան ասում են եւ նա դա ընդունում է որպես նորմալ երևույթ, ինչ է դա նշանակում, որ իրան ասում են դավաճան եւ որևիցե մեկը դրան չի արձագանքում, ինչ է դա նշանակում, հա? Հիմա տեսեք, ազգային ախորի բեմահարթակից նա խոսում է, ներկայացնում է, ըստ էության, ձեր գիտակցությամբ պետությունը, ազգաբնակչությանը, բնակչությանը, հանրությանը, հիմա ցանկացած գիտակից մարդ, ով գոնե որոշակի տրամաբանություն ունի եւ արտասանած բառերը ընկալում հասկանում է այնպես, ինչպես ներկայացվում է, եթե չունի շեղվածություն, եթե չունի ինչ խնդիրներ, ասենք մտավոր, ապա հասարակ բան, ես ձեզ ասել եմ, ու նորից հիմնավորում եմ, որ ցանկացած համակարգ կոչված ունի իր լրատվական բաժինը, իր լրատվական համակարգը, իր լրագրողները, իրավաբան լրագրողները, որոնք ցանկացած նախադասություն, բառ լսելով անմիջական վերլուծություն են անում եւ դրա հիման վրա համապատասխան եզրակացություն տալիս, որ տեսեք SSS նախադասությունը նշանակում էր SSSS, ուստի դա քրորի SSSS հոդվածն է, որի համար պատասխանատու անձը կամ անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրում, վարույթ է նախաձեռնվում եւ հիմա հարց է առաջանում։ Ցանկացած գիտակից մարդ եթե լսում է, ինքն էլ իրավաբան է, ապա պիտի հասկանա, հələ մի րոպե, սա ինչի պիտի չխուսափի հրապարակավ հանրության առջև
ներկայացնելու, որ ինքը չի խուսափում, որ իրան ասում են թուրք։ Ինքը չի խուսափում, որ իրան ասում են դավաճան։ Բայց հիմա մի րոպե։ Դնենք մի կողմի վրա։ Այդ ազգային ախոռում ովքեր են նստած։ Խերժոյի բրիգադից, Քորի բրիգադից, ազգային անվտանգության համակարգի ներկայացուցիչները, Խերժոյի Ռաուֆի գործիքները, լավ մի այս գանդոնները, Խերժոն, Ռաուֆը, Ռաուֆի Թուլեն, հա, Քորը եւ մնացած պիդերները, կուսակցական համակարգ կոչվածներով։ Բնականաբար լսում են, բնականաբար գիտակցություն ունեն, չէ՞։ Հիմա հարց եմ տալիս։ Ինչու դա նշված քրեական օրենսգրքով արգելված որակումից չի խորշում։ Որ իրան ասում են դավաճան, ինքը չի խորշում։ Ինքը չի զգաստանում, որ գիտես կա ես սխալմամբ թույլ տվեցի նման արտահայտություն։ Ինքը ասում է ես չեմ խուսափում։ Ինքը ասում է ես չեմ մտահոգվում։ Հիմա հարցը առաջանում։ Գանդոններ դուք գյոթին որից քունվող գանդոնին, պետական դավաճանին ընդունում եք որպես իշխանություն։ Հարց եմ տալիս։ Հարց եմ տալիս այդ պիդերներ, որ մեկը տա ձեզ, ինքդ քեզ համարում մարդ։ Հարց եմ տալիս։ Նորից եմ հարց տալիս։ Որ նորմալ մարդը, որ գիտակից մարդը, լսելով նշված արտահայտությունները եւ գոնե մի քիչ գիտակցություն ունենալով, հասկանալով, որ համակարգ կոչվածներ կան եւ այդ համակարգ կոչվածները անմիջապես գտնվում են դահլիճում, այս գանդոնին չեն կալանավորում։ Այս գանդոնի թիմակիցներին չեմ բռնում։ Ալենը, որ իր համար մի հատ հասկալիր առնում, որ իր ոռը կողի։ Բնականաբար Ալենը ով է։ Ալենը Փաշօղլու, Ավինյան կոչվածի, ազգային ախոռի դեպուտանկեքի, կուսակցական գանդոնների, Խերժոյի, Ռաուֆի Թուլի, լսում եք արա պիդերներ։ Նույն թիմակիցներն են, նույն իշխանության մեջ են, նույն իշխանական համակարգի մեջ են, ունեն ավելին անձեռնմխելիության իրավունք, նույն Հովիկ Աղազարյաններն են, որոնք դաշտաններն են, դաշտանների թիմակիցներն են, ու դրանք հրապարակավ կլիր են առնում, որ քուվ է, հիմա դուք այդ ամենը իմանալով, դուք այս ագարկեքին ասում եք իշխանություն, այսինքն երևույթներ, որոնք իշխում են ձեզ։ Հիմա հարցը առաջանում։ Բա դուք ով եք։ Հարց եմ տալիս։ Վիկա ջան, հիմա քեզ եմ ասում, այդ քո որ հարց գրել ես, ոչ բոլորը, բնականաբար ոչ բոլորը, ովքեր ես նորից եմ ասում, ու միշտ կրկնում եմ, ովքեր ես գանդոններին ընդունում են որպես իշխանություն, ովքեր ես գանդոններին ես 4 պիդերներին ընդունել են որպես նախագահ, համակարգ եւ այլն, ովքեր ես պոռնիկների հետ գնում են նորից ընտրության, ովքեր ես գանդոնների մտնում են խաղերի մեջ, օրինակ հիմա գիտակցաբար թե անգիտակցական անջատումով դա կապ չունի, ուզում ես գիտակցաբար արա, ուզում ես անգիտակից արա, կարևորը քո գործողություններն են,
Կարևորը նա է, որ դու գիտակցելով, հասկանալով կամ չգիտակցելով, չհասկանալով անում ես այն, որը քո ազգին, քո պետությանը, քո սրբություններին այլասերում է, զուհաբերում է, երգիրը թալանում է։ Հիմա հարց եմ տալիս, սխալ եմ արտահայտվում, հարց եմ տալիս, եթե դժվար չի քո ձեր մեկնաբանություններն էլ գրեք, որ մենք հասկանանք, բարերեկո Արտակ ջան, եթե ովքեր այս պիդրին ընդունում են որպես որչապետ, այս գանդոններին ընդունում են որպես իշխանություն, դրանց հետ համագործակցում են, դրանց հետ ընտրության են գնում, օրինականացնելով, միջոց հանդիսանալով, որ այս պոռնիկներ իրենց սև գործը անեն։ Այդ դեպքում դրանք ինչ են, հարց եմ տալիս, ես չեմ ասում, դուք ասեք, ես չեմ որակում, դուք որակեք, ես ավելի խիստ եմ գնահատականը տալիս, թե տալիս եմ այնպես, ինչպես կա, ոնց կարելի է գյոթին ասել սրբություն, ոնց կարելի է պետական դավաճանին ասել իշխանություն, ոնց կարելի է քո երեխային, որին տարան զոհաբերեցին, ասես իշխանություն, որչապետ, ոնց կարելի է քո երգիրը ծախողին, ասես իշխանություն, ոնց կարող է պատահի քո սերունդներին, այլասերողին, մանկապղտության մասին օրենք ընդունողներին, ասես որչապետ, հարց եմ տալիս, ու դրանց հետ դու գնաս ընտրության, այդ դեպքում դու ով կլինես, կարծում եմ, որ դուք ինձ հասկանում եք, կարծում եմ իմ արտասանած մտքերը, գաղափարները ընդունում եք, կարծում եմ, որ, տեսեք, ցանկացած մուսր, լինի հասարակ մուսր, մինչև գեներալ մուսր, թե ինչ, խերի գանդոն, լինի դադախազ, լինի ածը, վերևից մինչև ներքև, ներքևից մինչև վերև, դադավորներ, դեպուտանք կուսակցականներ, ովքեր ընդունում են այս իշխանությունը, ովքեր մասնակից են եղել այդ ընտրություն կոչվածների, ովքեր այդ ամենը գիտակցելով, հասկանալով, նորից ասում են իշխանություն, մեր որչապետը, մեր իշխանությունը, որչապետը սենց ասեց, այս օրենքը ընդունեց, այս, նույն պոռնիկներն իրանք են, նույն պիդրները իրանք են, նույն դավաճաններն իրանք են, նույն մանկապիղծերը իրանք են, սա է իրականությունը, ոնց ուզում եք գցեք բռնեք, ոնց ուզում եք վերլուծեք, ոնց ուզում եք ընկալեք, սա է իրականությունը, հիմա, մի րոպե, один момент, дорогие տավարիշի նաշի, один moment, նայենք էլ տեսնենք մեր ընկերները որևիցե բան չեն գրել, որ իրենց պատասխանենք, հա? Չէ, բան չկա, հիմա, անցնենք Վիկա ջան, իրավացի է, զիբիլ են, զիբիլ, բազմակի օգտագործված զիբիլներ են, ռեզիններ են, հիմա, տեսեք, ես ուզում եմ նաև մի հատված տեղ ձեզ հետ դիտարկենք, էլի,
որ էս են Ռաուֆի Թուլեն են պորնիկի ծնունդը մտելա Փաշօղլու հետ մի րոպե, հա Էսը դնեմ ես մի րոպե այդ հատվածը, հա մի րոպե մի րոպե Это 7-9 лет. Գարբուն գնացել Այնքան բան կա խոսելու, այնքան բաներ կա ներկայացնելու, այնքան կա բաներ մտահոգվելու, այնքան բաներ կա, որ պիտի այսօր խոսենք, ասենք, դուրս գանք պայքարի, որովհետև եթե դու խոսում ես, դու ներկայացնում ես, քո ասածը ընդունվում է, սակայն որևէ գործողություն չի կատարվում։ Սա ավելի մեծ պոռնկություն է, քան թե մենք այսօր դրա մասին խոսում ենք։ Ասում եմ, որ այս այցը կվաճառի Արցախը։ Կարեն Ֆուրյան, դու ասում ես Արցախը կվաճառի դա, կներես էլի, քո ասած անգրագիտությունը։ Հիմա ես քեզ բացատրեմ եւ դուք հասկանաս։ Հիմա ասեմ, նախ ուրեմն ցանկացած գործողություն կատարելու համար լինի առևտուր, լինի բանակցություններ, լինի իրավական կարգավիճակ, ստատուս էլի, որը հնարավորություն է տալիս ինչ գործողություններ անելու համար, դու պիտի դառնաս իրականում, էլի, իրավական առումով լինես իրավասուբյեկտ, այսինքն իրավունքի կրող։ Նշված իրավունքները ամրագրված են նաև այս քաղաքացիական կոչված օրենքով, իրավունքով, որ եթե դու մտնում ես իրավահարաբերության մեջ, դու դրա իրավունքը պիտի ունենաս ամրագրված օրենք կոչվածով։ Եթե դուք այսօր համարում եք, որ Հայաստան կոչվածը, ձեր գիտակցությամբ, պետություն, հա, ուրեմն պիտի իմանաք նաև, որ այդ պետության մեջ կան համապատասխան կանոններ, այսինքն օրենքներ, որի արկայությունը հիմք է տալիս, հնարավորություն է տալիս, որևիցե գործողություն կատարելու, մտնել իրավահարաբերության մեջ, այսինքն վաճառել, բանակցել, նվիրաբերել եւ այլն։ Օրինակ, եթե տունը քոնը չի, քո սեփականը չի, ապա դու չես կարող այդ տունը վաճառել։ Բրոկերը ուրիշ է, հասկանում եք, միջնորդ է, այսինքն առաջարկում են նշված, այսինքն առնողին կամ ծախողին տունը առնել կամ ծախել Պողոսի տունը, որտեղ այդ Պողոսի տունը, ասենք թե Պողոսինն է, իր վկայականով, իր սեփականության իրավունքով։ Բնականաբար կարող ես դու հանդիսանալ միջնորդ բրոկերը, բայց սեփականության իրավունքը Պողոսինն է։ Գևորգը, Աշոտը, Սամսոնը եւ այլն չեն կարող իր տունը ծախել առանց իրեն համաձայնությունը ստանալու։ Նույն գործողությունները, տես ասում ես 2018 թվականին, հա, որ այս ասում եմ, ասեք ասում եմ, ասելը որն է Կարեն ջան, կներես էլի, ասում եմ որն է։ Հիմի ես ասում եմ քո տունը իմ տունն է, դառավ իմ տունը։ Չէ, նիետ էլի, հասկանում ես, այստեղ պիտի լինես դու իրավասուբյեկտ, որ Արցախը նվիրես, հա, նախ։ Հետո, որ Արցախի սեփականատերը դու լինես, որ դրա իրավունքը դու կարողանաս իրականացնել, հա, դնես գործածության մեջ, այսինքն բանակցես, դրա շուրջ տաս առնես բան։ Այդ ինչ արել են, սա անօրինականն է։ Էսի օղչարա հոտի համար է, որ դեմ են տալի, ասում են, տվեց, Նիկոլը տվեց, արա Նիկոլը ով է, որ տա կամ չտա։ Նիկոլը ում խերի գանդոնն է, որ տա կամ չտա, արա։
Հերիք է լավ, էլի հերիք, այս անգրագիտությունը, ձեր անգրագիտությունը օգտագործում են ձեր դեմ։ Ժամանակին որ ասում էի, գիտեք ինչ կա, արեք դադարան, ձեր իրավունքներին տեր կանգնեք, ձեր երեխեքին տանում են զոհաբերում են, ձեր երեխեքին իրավունք չունեն տանելու, որովհետև այդ տարածքները ամրագրել են որպես ադրբեջանական տարածք, ձեր երեխաներին տանում են որպես վարձուվարձ կամ ձեզ որևիցե մեկը մոտիկ չեկավ։ Բացի իմ ընկերներից։ Հիմա հարց եմ տալիս։ Հերիքա էլի չի կարելի մտնել որևիցե, ասինքն գործողության կամ մեկնաբանության կամ ներկայացման մեջ, որից դու անտեղյակ ես, որից դու չես կարող ունենալ համապատասխան, ասինքն քո ասածը որևիցե տեղ գրավի։ Դա քո սուբյեկտիվ կարծիքն է, որը ըստ քեզ կարողա պատահի արժեք ունենա։ Տեսեք, ես շատ տեղերում, ասինքն խոսելու ընթացքում, մեկնաբանության ընթացքում, տարբեր հարցերի, տեսնում ես դիմացինդ անասուն է։ Այդ անասունին մեկ այլ միջոցով կարող ես ոչնչացնես, հասկանում ես։ Կամ հենց իր բառերով իր համար հենց դարձնել ոնց որ ասած մահապատիժ։ Բայց դու այսօր դրան չես անում, դրան չես անդրադառնում մի պատճառով, որովհետև ամբողջ այդ պոռնկական սիստեմը, որը զավթել է մեր երկիրը, սպասում են, որ ես միտեղ սայթ հակեմ, միտեղ իմ ոնց որ ասած ներվային համակարգին չկարողանամ տիրապետել, որ այս պոռնոները անմիջապես աշխատեն ու այս օղչարահոտին ժողովուրդ կոչվածին ասեն, տեսեք, Սիմոնյանը սենց արեց, նրանք էլ չեն մտածի, էլ չեն հասկանա, ախ, Սիմոնյանը ասել է, որ սրանք ով են, որ բան ասեն կամ բան անեն, առաջին մեղադրանքը սրանց նկատմամբ պիտի իրականացվի։ Այսինքն հարցեր կան, խնդիրներ կան, որ այդ խնդիրների լուծումը պարտադիր է, որից հետո այս ոռները ոչ թե ռեզին կկոխենք, ոչ թե գանդոն կկոխենք, այլ 4 տոնածառ կկոխենք, հրապարակավ կսատկացնենք։ Դրա համար պարզապես հարգելիներս, էլի, ես պարզապես խնդրում եմ, որ ձեզ ասում եմ մի բանի մասին խոսեք, խոսելուց դա չի նշանակում, որ խոսել այն բաների մասին, ես ասում էի, ում էիր ասում, ընկեր ջան, ասում ես, ոնց թե, այդ իրա քո մոտեցումն էլ է սխալ, քո վերաբերմունքն էլ է սխալ, քո ներկայացրածն էլ է սխալ, ոնց ասում էիս, ոնց ասելը որն է, Եսի պետություն է իդե, մարդիկ կոշկակարը պտի կոշի կարի ներողություն, էլի, իրավաբանը պտի չնայած այս 99% երևի ավելել, սենց ասեմ, այդ այն պրոբլեմները, որը ես բացահայտել եմ և իրավական դաշտով տարել եմ, որևիցե մեկը այսքան ժամանակ չի արել, որևիցե մեկը նշված քննարկումները, մեկնաբանությունները չի տվել, այն բացատրականը չի տվել, ասել է, ես սենց եմ մտածում, դու սենց ես մտածում, դու սենց ես մտածում, ես սենց եմ մտածում, միլիարդավոր մարդիկ կան, ամեն մեկը մի ձևի մտածում է, բայց դա չի նշանակում, որ դու քո ասածը չոր արժեք ունի, որովհետև արժեք ունենալու համար դու համոզված լինես, քո գիտելիքները հավաստիացած լինեն փաստերով, որ դու կարողանաս մտնել հարց ու պատասխանի մեջ, ու կարողանաս դիմացինիդ պատասխան տաս, տեսեք, բազմիցս ասել եմ, մենակ եմ գալիս, արեք 1000 հոգով, խերժոր, ռաուվ, քոր, փաշողլի, դադաղազություն, ԱԱՑ, քնչական, հակակոռուպցիոն, դեպուտանք եք, բոլորը տարեք մենակ եմ գալիս, ձեր դադաղազներով, ձեր իրավաբաններով, ձեր իրավաքետներով, արեք մենակ եմ գալիս, ձեր բոլորիդ պատասխանը տամ, ես սխալ կլնեմ, դուք ինձ պատժեք, բոլորովը, հրապարակային, չէ ես եմ ձեզ բոլորիդ պատժելու, կարծում եմ հիշում եք, այսօր սրանց դատն եմ տանում, որպես թուրքական գործակալներ,
Այսօր սրանց վերաբերյալ համակարգերով ընթանում է նշված գործի քննարկում է։ Հիմա սրանք չգիտեն որները բացեն, թե գլուխները դեմ տան ասեն տապորի։ Այս վիճակումն այն, այս պարագայում, այս դեպքում, որովհետև բոլորը ես անում եմ փաստերի վրա հիմնված։ Ոչ թե անում եմ, ես ասում էի, չէ, ասելը որն է։ Դու կարաս մտնես դատարան, ասես ես սենց էի ասում։ Ասեմ այդ տղա ջան, լմդ, ինչ էիր ասում, ոնց էիր ասում, դե Արիստելը դու ասածներիդ պատասխան դու պիտի հիմնավորես քո ասածը, որ չհիմնավորեցիր գործը քո դեմ կֆռա, կարող ես դու քո ասածը գնաս հիմնավորես դատարանում, քո գիտակցությամբ դադավորի մասնակցությամբ, դադաղազի մասնակցությամբ, ԱԱԾ կոչված պորնոների մասնակցությամբ կարող ես, եթե կարող ես խնդիր չեմ տեսնում, եթե կարող էիր, պիտի արած լնեիր, եթե կարող էիր, եթե ասել էիր, ուրեմն պիտի նաև ոչ միայն ասեիր, այլ նաև գործողություն կատարեիր, բայց ուր է ձեր գործողությունները, ոչ մեկի գործողությունը չկա, են կապիկներ կան, են լուսի բանակ կա, մի ժամանակ են ծծողներ, են դոգա ինչ մոմենտա ինչ ֆլան ֆստանա, դրան էին գցեմ էշտը, էսի սենց ասում են, սենց ասում, Էդգարը սենց ասեց, էսի ես սենց ասեցի, դու սենց ես ասում, ես, էս է սրանցը հասկանում եք, սրանց գիտելիքները ամրագրված է, բամբասանքի վրա, սրանց գիտակցությունը ամրագրված է, ես սենց էի ասում, ենի սենց էր ասում, ես սենց ասեցի, արա չէ, ես սենց, սա է իրանց ուղեղային հատկանիշները, սա է, ու ես պորնիկները ինձ ասում են, դուք ով եք արա է ողջարահոտ, այ պորնոներ դուք ով եք արա, ես ձեզ միանա, դուք ինչ ծրագիր ունեք, Այս պորնիկները գնում էին ասում էին, մեզ զինաթափեցին, բայց ոնց է գնում եք, զինաթափում են ձեզ, բա հրամանատար եք, գնում եք, առաջնագիր, մարտերի մասնակցել եք, թուրքը փոխվում է հագուստով, գալիս ասում է հանձնվիր, հանձնվելու ես, ու դուք հանձնվում եք, հարց եմ տալիս, Որ մեկը դա խոսքի վրա, պատերազմի ժամանակ, մարտի ժամանակ, հրաձգության ժամանակ, ասում հանձնվի ու դուք էլ հանձնվում եք, դուք մանկամ մսուրային երևույթ եք, պորնոներ, հա, հարց եմ տալիս արա, թե ինչ եք արա, տո այ պուտանք եք, դուք ով եք արա, հարց եմ տալիս, ուզում եք, են Նад պիդրկա են ֆեյսբեիշնիկ յոբանին, ծատուրյանա ծակարյանա ես իմ իշխերի գլոխը, ֆեյսբեի բոզնա, եք բերել են ստեղ, որ ձևավորի երորդ տուր, համահայկական, ես իմին, 30 հոգով կանչել էին խոսալու, մենակ զապիսները կա, 3 ժամ հարցի պատասխանի միջոցով, բոլորի պորտը տեղը դրեցի, վերջի 4-րդ ժամը անջատել էին, որ լսելի չլնի, ու փախան, են պորնիկները, այդ լուսի բանակ կոչվածը, ամբողջ իրա թիմակիցներով, բա մասնակցեք բանին, ընտրություններին, թե որպես որչապետի թեկնածու, սուման այ պորնիկներ, ասել եմ էլ դրա մասին, ներկայացրել եմ էլ դրա մասին, եթե դու մասնակցում ես այս պորնիկների հետ, այս հոմոսեքսուալիստ, այս գյոթերի հետ, ընտրություն կոչվածին, դու միջոց ես հանդիսանում,
որ այս պոռնիկները իրենց կատարած հանցագործությունները օրինականացնեն։ Իրենց կողմից ստորագրած, բանակցած, կոչված խաղը օրինական դաշտով տարածեն։ Եվ դուք հանդիսանալով միջնորդ փաստացի դառնում եք մասնակից հանցակից այդ բոլոր հանցագործություններին։ Հիմա հարց է առաջանում, դուք անմեղսունակ եք, հարց եմ տալիս, թե սրանց բազմակի օգտագործված գանդոններն եք, որ ժամանակ առ ժամանակ օգտագործում են, հետո ասում են դավայ, ընդ պարկեք քննեք, հետո ժամանակը գա, էլի կօգտագործենք ձեզ, հա? Հարց եմ տալիս։ Հարց եմ տալիս, արա, որ մեկը տա գիտակից մարդ, հա? Հիմա այսօրվա վրա գրում են Պրոսիմոնյան, արեք գնանք ամսի 12-ին, արա այ պոռնոներ, դուք ինչ եք ասում, դուք ինչ ծրագիր ունեք, որ դատավարությանն եք եկել մասնակցել, եթե դուք մաքուր էիք, հա? Այս դոգը սենց ասեց, էլի սենց ասեց, այս դոգի ես սենց ասեցի, էնի սենց ասեց, դու այ պիդրներ, ձեր չափորոշիչ է էտա, դուք են բամբասող պոռնիկների պես, որոնք քունվում են, հետո սկսում են բամբասել, էսի լավ էր քունում, էնի մի քիչ վատ էր քունում, սրա կալիրը մի քիչ մեծ էր, մյուսինը մի քիչ փոքր էր, դուք ես եք այ պոռնոներ, ու դուք եկել եք ասում եք ես ձեր հետ լինեմ, հարց եմ տալիս այ պոռնոներ։ Ես մի փաստի մասին եմ խոսում հիմա, որը ցանկացած գիտակից մարդու համար պիտի միջոց լներ, այս տարիների ընթացքում այսքան բարձրացրել եմ այս հարցերը, օպերայում ձմեռ ամառ կանգնում էինք ընկերներիս հետ, որ ձեր նման բառանները, ձեր նման անասունները իրենց երեխեքին չտանեն, չզոհաբերեն, բայց դուք ոռները թաքցրել եք գլխներիդ, տարակ ձեր երեխեքին մատաղացու սարքեցիք, զոհաբերեցիք, եւ որևիցե մեկը ղախպեք, դուրս չեկավ, իրա երեխու համար, իրա արյունը թափած, իրա իսկ արյունը թափածի համար պայքարելու։ Ինչի մասին է խոսքը։ Իսկ այդ Կարեն Մարենը, Տարոյան, Մարայան, եսի ինչի եմ ֆլան ֆստան, լսում եք է։ Քանի օք են ձեր ջոկատից կռվի մասնակցել ու վիրավորվել կամ զոհվել կամ որն է զոհվել, հա։ Ես քանի հատ ջոկատ ունեմ, եսի ինչ ֆլան ֆստան ունեմ, արա, լսի այդ տղա, դու ով ես, քեզով է զենքը տվել։ Հարց եմ տալիս։ Քեզով է զենքը տվել, քո ջոկատինով է զինել։ Եթե դու դրանց հետ չես համագործակցում, հա? Հարց եմ տալիս, արա։ Դու պետք է լինես կամ սրանց հետ, որ տղեկին տանես գլուխներ ուտես, ոնց որ են ժամանակին են խաչակիր կոչված են պիդրները։ Խափում էին ինձ տանեին, բա գնանք մոստը ազատագրենք։ Լաչինի մոստը թուրքերը կանգնել են։ Տանում էին բռնել տային։ Ասի էր այ պոռնոներ, զենք ունեք, բա 30,000, բա 30,000 ունենք, զենք, ձինամթեր, գնանք, չգնացողը սենց անենք, բա ոչ մեկը չգնաց։ Ոչ մեկը մոստը չբացեց, 30,000-ը ում ոռը մտան, որ ծակը մտան, տենց էլ անհայտ կորան։ Որևիցե մեկը չերևաց։ Պրոստը ինձ էին ուզում տանեին, հանձնեին թուրքերինս գանդոններ, էլի։ Ընդիցել են պիպուներ, ես իմ շխերի գանդոններ։ Իրար հետ խաչ պաշպրոշտ էին անում, հետո էլ մեկը մյուսից ատվոդ արեց, էլի։ Ասեց, չէ, ես մենք իրար հետ չենք, չէ, բան։ Արա այ պոռնոներ, դուք ես չեք արա, դուք մարդու բռնել տակ,
Դուք մեր ոսկե սերուսկին տանեք զոհաբերեք։ Դուք լափեք։ Հետ եք դուք արա։ Հանուն ձեր լափի դուք ասենք սրբություններ էլ չունեք։ Եթե դուք սրբություններ ունենայիք, ձեր սրբություններին տեր կկանգնեիք։ Եթե դուք սրբություններ ունենայիք, գոնե մի անգամ կգայիք ձերի սրբությունների համար, որ դուրս եկե պայքարի, այս գանդոնների դեմ, Լանզարոտի կոնվենցիայի, Ստամբուլյան կոնվենցիայի, ձեր երեխեքին, որ տարել էին մատաղ անելու, COVID-19-ի համար, նամորդնիկների համար, то այ գանդոններ, մի օր կգայիք, կմասնակցեիք դատավարություններին։ Այս գանդոնները, սկսած Խերժոյով, Ռաուֆով, Քորով, Փաշողլիով ու մնաց իրանց համակարգ կոչված պիդրներով, բոլորն էլ թուրքի քունված բազմակի օգտագործված գանդոններ են, որոնց վրա 100 ծակ կա։ Ու սրանք այսօրվա վրա փաստացի հեսա տեսագրությունը դրեցի, լսեցի։ Գանդոններ են առնում, որ քունվեն, չեն բավարարվում արդեն։ Ոնց որ դրա պորնո կնիկներ, մի հատ կլիրեր դրե իր չամադանի մեջ, որ քունվեր կուշտ։ Ղախպա Սյամո Բաբայաններին եք լսում յոբնիներ, որ այդ Սյամո Բաբայանները առաջի ծախողներից մեկը դա է։ Սյամո Բաբայանը չգիտեր, որ սրանք գյոթեր են։ Սյամո Բաբայանը չգիտեր, որ սրանք պետական դավաճաններ են։ Սյամո Բաբայանները չգիտեին, որ 1991 թվականից արդեն իսկ Արցախը ամրագրված է գոյություն չունեցող Ադրբեջանի տարածք, հա։ Որ մեկը դա եկել նշված իրավունքներին տեր կանգնել։ Հարց եմ տալիս։ Հա։ Հարց եմ տալիս, արա։ Կամ այդ Սյամո Բաբայանը չէր ես ղախպեն, որ գլխավոր շտաբում Փաշողլու կնգաներ ծծացնում, քունում։ Հետո են գեներալ կոչվածները զարմանում են, թե ես ասեցի գնա այստեղից և նա չգնաց։ Խենու խերի գլոխն այ պիդարած։ Եթե դու գեներալ լնեիր, պետք է հանեիր տեղում գյուլեիր դրան։ Եթե դու գեներալ էիր, եթե այնտեղ պաշտպանության նախարար կա, եթե այդ պաշտպանության նախարարություն կոչվածում գեներալներ են, աֆիցերներ են, սպա կոչված էլի, որոնք ամեն մեկը իր գործառույթն է իրականացնում։ Ինչի այնտեղ ազգային անվտանգ ռազմետքից մարդ չկար, որ բռնեին այդ Աննա կոչված ագարտի որը 4 տոնածառ կողեին, մարդու հետ էլ դնեին, տապորեին, սատկացնեին, հենց վայնի վիճակի ժամանակահատվածում, հա։ Ես ինչ կապիկություններ եք անում, այ պիդրներ։ Ես ումը ուղեղն եք լվանում, հա։ Պարզապես ցավալին նա է, որ այսքան ժամանակ ձեր նման պորնոներին բացատրելով, հասկացնելով, ներկայացնելով այդ ամենը ձեր ուղեղներին ոչ թե չի հասնում, լավ էլ հասնում է։ Պարզապես մեր քույրիկի ասած մեծամասնությունը պորնո ծնունդ է, սովորել է լափակերության, ոռատվության, պոռրկության ու հանուն իր այդ մի կտոր լափի, ասենք ինչ կնիկ ասես, մի երևույթ, որ ոռից քունվում է, մի երևույթ, որ մանկապղտության մասին օրենք է ընդունում, մի երևույթ, որ դուրս է գալի ասում է թուրք եմ ու այդ թուրքին ասում են պարոն վարչապետ, մեծարգո վարչապետ, իշխանություն եւ այլն, ու դրանց հետ գնում են ընտրության,
Սրանք գանդոններն են։ Ուրիշ անվանում չի կարելի տալ։ Եվ սրանից հետո ուրիշ անվանում չեմ տալու, որովհետև գանդոնին գանդոն են ասում։ Չի կարելի։ Ու ովքեր նորից եմ ասում, ես ղախպեքին, ես որից քունվող գյոթերին ընդունում են որպես իշխանություն, ու հլու հնազանդ կատարում են իրենց ցուցումները, չեն պայքարում, ամեն մեկը իր փայլ կալբասնա պոկում, որ կողի կամ ոռը կամ լափի, ուրեմն դուք գանդոններն եք, դուք լավ երեխա չեք, լավ տղա չեք, լավ ծնող չեք, չէ, չի կարա տենց բան լինի, որ դու տենում ես դիմացինդ գանդոնա, ու այդ գանդոնի հետ դու հարաբերվում ես, չի կարա տենց լինի, որ դու հստակ իմանում ես, որ ես գանդոնը, որից քունվող գյոթը քո իշխանությունն է, դու դա հանուրժում ես, ասում ես չես տես տալի, ծառայում ես, հանուն քո լափի, կամ լափ ես ստանում, որ որոշակի գործողություն կատարես, որ գնաս ընտրություն կոչվածի, են մի հատ կապիկ կա, են մի հատ լենագանցի, են Վարդանիկ Ղուկասյանը, ես այսպես կնեմ, ես այնպես, դու այ պորնիկ, որ դու գնում ես մասնակից ես լնում, ես գյոթի, ես որից քունվող պիդրի, ընտրություններին, օրինականացնելով ես պիդրին, բա դու ով ես, հա? Ու դու վրոդի չգիտես, հա, որ ես գյոթի մասին օրենքը ընդունե, Խերժոն գյոթի մասին օրենքը ընդունե, Ռաուֆը գյոթի մասին օրենքը ընդունե, ազգին ծախելա, նույն դավաճանն էլ դու ես այ վիժված, նույն պորնիկներն էլ դուք եք արա, ու դուք ձեզ համարում եք մարդ, հա? Ու դու դուրս եք եկել լրատվական պուտանկեքի մոտ կապիկություններ եք անում, ինչի համար, հա? Ինչի համար է ձեր կապիկությունը, հա? Հանուն ինչի? Հանուն լափի? Ուրեմն դուք լափակեր գանդոններ եք սաղատել։ Ովքեր ես գանդոններին ընդունում են որպես իշխանություն, ովքեր ես գանդոնների հետ գնում են ընտրություն կոչվածի օրինականացնելով սրանց պոռնկությունը, սրանց գյոթությունը, ուրեմն նույն գյոթն էլ դուք եք։ Դուք չգիտեք ես սրանք գյոթ են, հա? Չգիտեք, որ սրանք պետական դավաճան, ես գանդոնն ասում է, հա, չեմ նեղանում, չեմ ազդվում, որ ասում են դավաճան թուրք, բայց գանդոնների դուք եթում եք ընտրույց, հա? Հարց եմ տալիս, բա դուք իշ կլարի գանդոն եք, այ պիդրներ, եթե ոչ նույն թուրքի քունված գյոթը, հա? Հարց եմ տալիս, արա, ուրեմն բա դուք իշ գանդոն եք, որ ես ոռատուներին ասում եք իշխանություն, օրինականացնում եք ես իշխանությանը, հա, գանդոններ, այդ դրա համար է դուրս չեք գալիս, այդ դրա համար է ձեր մատուցած, ձեր ներկայացրած իբր թե սրբություն կոչվածներին տեր չեք կանգնում, տեր չեք կանգնում, արա, որովհետև մարդը, գիտակից մարդը, էլ չեմ խոսում արմենական ծագում ունեցողը, կմիանար, որ սրանց մորու մանուկներով հրապարակավ սատկացնեին, շատեր ասում են, պարոն Սիմոնյան, դե դուր դուրս արի բանը, որդ է դուրս գան, մենակով դուրս գան, չատլախներ, հա? Ոռատուներ, որորն եք զանգել ասել, պարոն Սիմոնյան, մենք պատրաստ ենք, մեր թիմը այսքան մարդ է, օր ժամ ասա դուրս ենք գալի, կամ ես որ ժամեր, անցյալը թողենք, հիմի պա, այս պահով խոսում է, որորն եք ասել, պարոն Սիմոնյան, ողջունում, այմ խերիս պետք չի ձեր ողջուներ, արա,
Ինձ պետքա գիտակից մարդ, ովքեր հասկանում են, գիտակցում են եւ իր սրբություններին տեր են կանգնում։ Իր սրբություններին, իր երկրին, իր ավանդույթին, իր մշակույթին, իր լեզվին, իր հոգևորին, իր բնորանին, իր սրբություններին, իր պապենական, տատենական գերեզմաններին։ Հեսա մարդը։ Դե հարգանքներս, այն խերս պետքա ձեր սուտի հարգանքներ արա։ Ձեր հարգանքը են կլնի, որ աջակից լնեիք։ Են կլիր ծծող են գյոթին են որից կունվող գանդոնին են դոգային շխերի գանդոնը։ Ամեն ձևի աջակցում էիք։ Ամեն ձևի ֆինանսավորում էիք։ Այս կլերի գանդոններին փաշողլու իր ագարկա կնգան։ Ֆինանսավորում էիք, աջակցում էիք, Խերժոյին, Ռաուֆին, Քորին, Վզգոյին, ու այս գանդոններին բոլորին ֆինանսավորում էիք, բայց ձեր սրբությունների համար պայքարողի համար, ձեր սրբություններին, եթե իհարկե ունեք, տեր կանգնողի համար, կլերի գանդոններ եք, դուք մոտիկ չեք գալի, բա դուք մարդ եք, հա, հարց եմ տալիս, բա ոնց կարելի այդ գանդոններին կոչել մարդ, գիտակից հատված, հա, հարց եմ տալիս, հիմա տեսեք ինչ եմ ասում, այսօր ինչ օր, հա, Հեսա մի րոպե, այսօր հինգշաբթի է, ապրիլի 10-ն է, չէ։ Հեսա անդրադարձ կատարեմ։ Ուրեմն ես այս ամբողջ աշխարհաքաղաքական process-ը, տեսեք, ասում եմ ձեզ, աշխարհաքաղաքական process-ը փոխել եմ և փոխելու եմ այս գանդոններին, ոչ մենակ այս գանդոններին, նաև իրենց բոլոր թիմակիցներին հրապարակավ սատկացնելու եմ, հիշեք խոսքերս, ովքեր դեռևս չեն գիտակցել, չեն հասկացել, որ իրանք մասնակից են գյոթություններին, պոռնկություններին, դավաճանություններին, ազգի պետության գենոցիդի, երգիրը վերացնելուն, համակարգերը ոչնչացնելուն, բոլորդ եք մասնակից դառնում, թե լռությամբ, ուշադիր, թե մասնակցությամբ, թե ընտրություն կոչվածներին, թե գանդոններին որպես իշխանություն ընդունողների, բայց իրականում որպես պետական դավաճան միջազգային հանցագործներ։ Ես ձեզ ասում եմ, տեսեք, ուշադիր լսեք, սրանց բոլորին ես հրապարակավ սատկացնելու եմ, իրականացնելու եմ ազգային դատավարություն, ներկայացնելով բոլոր հիմնավոր փաստերը, որոնք ընթացիկ նաև ներկայացրել եմ, բոլորին համակարգ կոչված գանդոններին, դադաղազություն, դադավոռներ, դադաղազներ, ժամանակը եկել է, որ ձեր ոռնել է չորտոնածառ մտնելու։ Ձեզ հիմա հնարավորություն է տրված, որ դուք գիտակցեք, մասնակից ելնեք, այս պետական դավաճանների, միջազգային հանցագործների, մանկապիղծերի, ազգին գենոցիդի ենթարկողների, երգիրը թալանողների և քրեական օրենսգրքով ինչքան հոդված կա, դրանցով պատասխանատվության կանչելու։ Ոչ մենակ այս գանդոններ, ֆուցն-մուցնին էլ է, սրանց գնդակահարություն է ասնում, սրանք երկար կյանք չունեն, հիշեք խոսքերս։ ԽՍՀՄ-ն
իրանց անգամ գրած օրենքներով լուծարված չէ։ Լուծարված չէ։ Հիմա դրանից զատ վաղը մինչև ժամը 3-ը Փաշօղլուն ուշադիր լսեք Խերժոյին Ռաուֆին Քորին դեպուտանկեքով կուսակցական կոչված գանդոններով համակարգ կոչված գանդոններով դադախազություն, ԱԱՑ, քնչական հակակոռուպցիոն եւ այլն, մուսորներ եւ այլն։ Թիմ եք ձևավորում։ Բոլոր լրատվական թե միջազգային թե ներպետական կոչված պոռնոհիներին կանչում եք ձեր հերուստա հաղորդաշարերով բոլորին համատեղ։ Ես գալիս եմ հրապարակային ներկայացնում եմ սկզբից դուք, եթե կարողանաք հիմնավորեք, որ ես որևիցե հարցում ներկայացրած սխալ եմ, կամ իմ ասածները իրավական հիմքեր չունեն, հրապարակավ դուք եք ինձ պատժում, թե չէ, ես եմ սաղիթ պատժում, ազգի նվիրալների հետ, վաղը մինչև 15:00, 3 էլի ձեր գիտակցության, 15:00 սպասում եմ, եթե չեկաք, եթե կազմակերպեցիք, ուրեմն դուք, ոչ թե ուրեմն, այդ արդեն իսկ հիմնավորված է, դուք թուրքի քունված, բազմակի օգտագործված գանդոններն եք, ու հանգարցակի որևիցե մեկը մի հատ ասպարեզ դուս եկավ ու սկսեց կապիկություն անել, ինք ուրեմն տրասի գանդոնա, В общем, ինչ կա մտնելով, ինչ կա, չկա, սաղ սենց ուրեմն դուք եք, ու ձեզ բոլորի մահապատիժ է սպասվում, ձեր կատարած ես 35 տարվա ընթացքում պետական դավաճանությունների, ազգի գենոցիդին ենթարկելու, միջազգային հանցագործությունների մեջ, կոնվենցիաների խախտման մեջ, իրև, մեզ նաև միջազգայիններն են լսում, ես միջազգայիններին էլ հետը, ու նորից եմ ասում, ես եմ լինելու ղեկավար, ուշադիր, ես նաև ղեկավար եմ այսօր, են առումով, որ որևիցե մեկը իմ ներկայացրած մեղադրանքներին որևիցե բառով չի ընդդիմացել, որևիցե կոնկրետ նախադասությունով չի հերքել իմ ներկայացրած մեղադրանքները, այսինքն այդ բոլոր մեղադրանքները հիմնավոր են, իրական են, փաստագրված, ամրագրված, ու որևիցե մեկը պատասխանատվությունից չի խուսափելու։ Սա լինելու է ազգային դադարություն եւ համաշխարհային դադարություն։ Ադրբեջան պետություն չկա, Թուրքիա պետություն չկա։ Դրանք ղեկավարում են սիոնիստական սեկտաները, ջհուդական սեկտաները, որոնց դրել են ամեն մեկին մի կլրի գանդոն, Էրդողան, Ախմեդ, Ֆուցեն, Մուցեն, Փաշօղլի, Խերժո, Ռաուֆման, ու այս բոլորը կամպանիան, այս սեկտաների անդամները, բոլորը հանդիսանում են գործակալներ, որոնք գործում են ոչ թե իրենց պետությունների շահերի նպատակների համար, այլ իրանց տերերի նպատակներին, շահերին ծառայելու համար։ Ես այդ բոլորս ընդ ջնջել եմ իրավական առումով, հիմնավոր ամրագրմամբ։ Այս գանդոնները անգամ իրանց օրենքները չեն կիրառում։
իրանց օրենքները գոյություն չունեցող օրենքները կիրառում են ձեր դեմ, որի լիազորությունն ու իրավասությունը չունեն նաև։ Վաղը մինչև 15:00-ն ժամանակը տրված է։ Գիտակից հատված։ Ազգային գենետիկ ֆոնդի ներկայացուցիչներ։ Մարդկային հատկանիշ ունեցող անձնավորություններ։ Միացեք ազգային ազատագրական պայքարին։ Սրանք բոլորը կեղծ են, սրանք գրասենյակներ են, սրանք պետություններ չեն, սրանք մեր երկիրը քանդել են, պետությունները քանդել են ու քանդում են։ Մակարոններով, տրամպներով, տրամպլիններով, ֆուցններով, Էրդողաններով, սրանք բոլորը մանկապիղծ գանդոններ են, որ մանկապիղծ գանդոններ չլնեին, այս գանդոններին որպես վարչապետ, որպես նախագահ չէին ընդունի։ Դա էլ ձևականություն է, որ ձեր նման ողջերահոտին հասկացնեն, որ տեսեք պետություն է, սրանք էլ վարչապետ նախագահ են, ես իմիշ խերի գանդոն են, սրանք ոչ մի բան են, սրանք իրավական առումով կլրի գանդոններ են, բազմակի օգտագործված։ Այս է իրականությունը։ Քանի դեռ ուշ չի, քանի դեռ երեխեքին չեն այլասեռը, ովքեր ասում են մարդկանց, ովքեր մարդկային հատկանիշ ունեն, ովքեր իրականում ազգային գենի կրողն են, տեր կանգնեք, աջակից եղեք, միացեք ազգային ազատագրական պայքարին, մնացածը սաղել փուչիկ են, սրանց գործիքներն են, վաղը ձեզ համար մինչև 15:00 բոլորիդ մասնակցությունը հրավիրում եմ, կանալները միացրեք, այսքան է այսօր, սպասենք վաղը այս երևույթների ու ամեն ինչ կհամակարգենք, ես նորից եմ ասում, ես այս բոլորին հրապարակային կախաղան եմ անել, ու սրանք բոլորը իրանց արժանի պատիժը ստանալու են։ Դուք մասնակից եղեք, ձեր սրբություններին տեր կանգնեք, ձեր սրբություններին, ձեր գործողություններով, կապիկություններով չէ, հարգանքները, շնորհակալությունը, ու խերնապետ, որ ձեր շնորհակալությունը ոչ բան, եթե արանքում գործողություն չկա, էդի փուչի կա, աջակից եղեք, ովքեր իրենց մարդ են համարում, ովքեր իրենք գենի կրողն են, ազգային, մեր արմենական գենի կրողն են, աջակից եղեք, սատար կանգնեք, գործնական քայլերի, որ գնանք, որ այս պորնոներին բոլորին հրապարակավ սատկացնենք, չեք ուզում արագ հայդի մի հատ ղեկավար ունենակ, որ մտնի քացով տա ֆուցն կլնի, ախմեդ կլնի, ինչ կլրի, գանդոն կլնի, մեր հարցերը դեմ, մենք Արմենիա ենք, արա, մենք Հայաստան չենք, ողջարներ, Արմենիան, և այդ բոլոր կոչված պետությունները, բոլորը մեր թրիտակով պետք է անցնեն, որ մենք ճանաչենք պետություն, եթե համապատասխանեն մարդկային հատկանիշներով ամրագրված ղեկավարներով գան մեզ մոտ, տենց պետք է լինի, ժամանակին տենց է եղել, հիմա էլ պետք է այդ ամենը վերականգնվի, վերականգնելու եմ, աջակից եղեք, եթե մարդ եք, եթե գանդոն եք, էլի գնացեք որները թաքցրեք գլխներիդ, քնեք, լապը կերեք, քաքեք, էլի լապեք, էսա ձեր էությունը, իսկ եթե ովքեր մարդիկ կան, մարդկային հատկանիշ ունեն, աջակից եղեք,
որ այս գանդոններին մաքրենք մեր երկրի, մեր ոսկե սերուցքի արյունը, որ զուր չանցնի, որ այս մեր երկիրը մաքրագրենք, այսքանը սպասում եմ մինչև 15:00